Ողջույն սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, ափերինում խաղային շաբաթը շարունակվում է ու կտրվի քիչ անց խաղային վերջին օրվա մեկտարկը, որտեղ առաջինը միանձնեմ կմրցեն Մալատյան ու Ռեալ Մադրիդը թիմեր, ովքեր մրցաշարային աղյուսակում այնքան էլ լավ հորիզոնականներում չեն գտնվում, բայց ամեն դեպքում այսօր պայքարելու են 3 միավորի համար, դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Հիմա եկեք ծանոթացնեմ թիմերի հայտարարությունները, հետո խոսենք մրցաշարային աղյուսակի մասին, սկսենք Մալատիա ակումբից Արտուր Խաչատրյանը պաշտպանում է դարպասը համար 1, Հայկ Գևորգյան համար 3, Արմեն Պողոսյան համար 4, Գեգամ Մխիկյան համար 5, Արեն Սիմոնյան համար 7, ով թիմի ավագ է, Մարկ Թորչյան համար 9, Հայկ Բեգլատյան համար 10, Նարեկ Սիմոնյան համար 11 և Գևորգ Մարթայան համար 55։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկտարկի համար, կամ մրցավար 50 ու մեկտարկած է հանդիպումը։ Ծանոթացնեմ նաև արքայական ակումբի կազմը, Զոհիլ Ալիերեզյան ներողություն պաշտպանում է դարպասը համար 1, Անուշավան Եղիազարյան համար 5, Էրիկ Կարապետյան համար 8, Արսեն Աբոյան համար 9, Էրիկ Մանուկյան համար 10, Գրիգոր Սարոյան համար 11, Էդգար Միրանյան համար 26, Արմեն Ապելյան համար 28 և Արսեն Հակոբյան համար 93, վերջինս էլ Ռեալ Մադրիդի ավագն է, հանդիպումը մեկտարկած է գնդակով, արքայական ակումբն է, Մանուկյանն է պաշտպանությունում, մի փոքր անսովոր դիրքում է իհարկե Մանուկյանը մեկտարկել հանդիպումը, հիմա պաշտպանության խորքում է, բայց դա կարծում եմ զուտ տակտիկական փոփոխություն է, Կարապետյան չստացվեց այստեղ շրջանցում կատարել։ Ու հիմա տեսնենք Մալատյան ինչ գրոկը փորձի ձեռնարկեց, Սիմոնյանն է գնդակով, կա ձախից տարբերակ շատ լավ փոխանցում կատարեց դեպի խաղընկերոջը, բայց այստեղ Եղիազարյանը հասցրեց փակել գնդակի ճանապարհ ու թույլ չտալ այս իրավիճակում էլ արդեն Նարեկ Սիմոնյանի շրջանցել իրեն, շատ ակտիվ մեկտարկ երկու թիմերի կողմից, Կարապետյան լավներ անցումը, տեսնենք կհասնի այս գնդակի հետևից, իհարկե շատ արագաշարժ է Կարապետյանը, բայց շատ հեռու թողեց այստեղ էլ գնդակ ու չհասավ այս իր ստեղծած գրոյի հետևից, իր նետած գնդակի հետևից, այսպես կլինի ասել։ Հիմա մրցաշարային աղյուսակի պատկերը ձեզ ներկայացնեմ, թե ինչ է կատարվում, Մալատյան այս պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում եւ այլևս առաջին ությանքում տեղ զբաղեցնելու ոչ մի տեսականորեն հնարավորություն չունի, թիմը արդեն չի կարող հաղթահարել փլեյօֆի ուղեգիրը։ Սիմոնյան հիմա այս գրոյից հետո փոխանցում, բայց Ալիերեզայի ձեռքերում հայտնվեց գնդակ, իսկ արքայական ակումբը ճիշտ է 12-րդ հորիզոնականում է գտնվում վաստակած 14 հանդիպումից հետո 19 միավորով, բայց իհարկե Ռեալին անշուշտ հարկավոր է 3 հանդիպումում հաղթել ու վաստակել 9 միավոր եւ հույս ունենալ, որ հանդիպումներից որևէ մեկը կընթանա իր սցենարով եւ կարողանա արքայական ակումբը տեղ զբաղեցնել առաջին ությանքում, այնպես որ միայն Ռեալ Մադրիդից կախված չէ փլեյօֆի ուղղակի դուրս գալը, հա, այսպեսին է պատկերը արքայական ակումբի համար։ Պետք է իսկապես կրկնում եմ հաղթել առանց բացառությունների եւ որքան հնարավոր է գոլերի մեծ տարբերությամբ այս մնացած 3 հանդիպումներում Մանուկյան գեղեցիկ գոլ 1-0, Ռեալը բացում է հանդիպման հաշիվը։ Էրիկ Մանուկյան 1-0 բացված է հանդիպման հաշիվը, իսկապես շատ գեղեցիկ հարված կատարեց Մանուկյանը, բավական հեռու տարածությունից պտտեցեց գնդակի հեռավոր անկյունը, ոչ մի շանս չտվեց այս իրավիճակում Մալատիայի դարպասապահ Խաչատրյանի երկրորդ րոպեի դրությամբ արքայական ակումբը առաջացնում հաշվում է, հիմա էլ Կարապետյանի ճնշումը հենց դարպասապահ Խաչատրյանի ուղղությամբ ու քիչ էր մնում հիմա էլ Կարապետյանը կարողանար դիտել գնդակին, բայց հենց նրանից էլ դուրս եկավ այս իրավիճակում գնդակը դաշտի սահմաններից ու հարված կլինի Մալատիայի դարպասից։ Այո, Ռեալը պետք է կրկնում եմ հաղթի 3 խաղերում ու հույս ունենա, որ մրցակիցներից, հիմնական մրցակիցներից որևէ մեկը կսայթակի այնպես ինչպես իհարկե մրցաշարային աղյուսակում կպահանջի պատկեր Ռեալի համար, բայց դա չասեմ, անիրատեսականը մի փոքր պարզապես բարդ է պատկերացնել, քանի որ որքան մոտենում է խմբային փուլի ավարտը, այնքան թիմերը ավելի տրամադրված են հանդես գալիս ու իհարկե ոչ մի թիմ այստեղ հենց այնպես չէ, ոչ մի թիմ բնականաբար չի ցանկանում միավորներ կորցնել ու իհարկե բոլորն էլ պայքարում են միայն ու միայն հաղթանակներ ստանալու համար։ Հիմա խաղում կար Թորչյանի կողմից ստանդարտ իրացնի Ռեալը
Մանուկյան խաղարկում կատարեց այս իրավիճակում, երբ փոխանցում նորից Մանուկյանին կրոս դեպի Տուգանայինի Մատույցներ Կարապետյանը փորձեց արձագանքել, բայց հասցրին դուրս գալ պաշտպանությունից Մալացիայի ֆուտբոլիստները ու հարակակագրոյի փորձ, բայց հասցրեց Մանուկյանը նահանջել ու այդ ամենը թույլ չտալ։ Վերադարձավ գնդակը հիմա կրկին Ռեալի մոտ ու նորից Մանուկյանն է շատ ակտիվ։ 1-2 թիմերից ունեցանք, շատ ակտիվ է հատկապես հանդիպումը 1-ել արքայական ակումբը իդեմս Էրիկ Մանուկյանի շատ աշկի ենք նում այս անցած րոպեների ընթացքում Մանուկյանը, իհարկե նրա կատարած հարվածի մասին չէ միայն խոսքս, բավական ակտիվ է հանդես գալիս այս անցած 4-5 րոպեների ընթացքում արդեն։ Ու տեսնենք Մալացյան իհարկե պետք է փորձի, ճիշտ է Մալացյան կրկնում եմ խմբային փուլը չի կարող հաղթահարել առաջին ութնակով, բայց պետք է անի ամեն ինչ, որպեսզի մնա 8-ից 16-րդ հորիզոնականում, դա եւս իհարկե ինտրիգային է, քանի որ կրկնում եմ միայն առաջին ութնակը չի որ կմնա պայքարում, ճիշտ է ուժեղագույնների պայքարը կշարունակեն երկու խմբերում առաջինից 8-րդ հորիզոնականը տես վաղեցած թիմերը ու դուրս կգան Վինտեր քափի 2025-26 մրցաշրջանի 1-8 եզրափակիչ, բայց իհարկե 8-ից 16-րդ հորիզոնականը զբաղեցած թիմերը նույնպես ունեն մտածելու տիտղոսի մասին, այնտեղ կլինի փոքր գավաթի խաղարկություն ու Մալացյան ունի այն իրատեսական շանսերը, որ կարող է տեղ զբաղեցնել 8-ից 16-րդ հորիզոնականներում ու դրա համար միայն ու միայն պետք է չսայթակել, պետք է միայն մտածել հաղթանակ տնի մասին, ահա թե որտեղ է կայանում Մալացիա ակումբի ինտրիգա այս հանդիպան հետ կապված եւ ընդհանրապես մնացած հանդիպումներում, իսկ Ռեալը արդեն իր տեղը ապահովել է առանց այն էլ երկրորդ ութնակում 8-ից 16-րդ հորիզոնականներում մաթեմատիկորեն նրան ոչ ոք չի կարող հասնել, բայց իհարկե արքայական ակումբը բնականաբար ձգտում է տեղ զբաղեցնել առաջին ութնակում, դրա մասին կարծում եմ երկու կարծիք լինել չի կարող, քանի որ թիմը ունի ֆուտբոլիստներ կատարողներ իր կազմում իդեմս Մանուկյանի, Կարապետյանի, թիմի ավագ Հակոբյանի, ովքեր իհարկե Սարոյանը նույնպես պաշտպանությունում շատ անթերի է հանդես գալիս, մի խոսքով արքայական ակումբը ունի այն կազմը, որ կարող է խնդիրներ առաջացնել ցանկացած ուժեղագույն մրցակցի համար, շատ տպավորվել է իմ մեջ Ռեալ Մադրիդի հանդիպումը, հիմա այս գրոյից հետո Հակոբյան լավն էր փոխանցումը, բայց այստեղ արդեն չանցավ Աբոյանի կատարած փոխանցումը, չնայած վերադարձավ գնդակը Աբոյանի մոտ, կրկին դեպի Հակոբյանը, շատ լավ անցում կատարեց Արսեն Հակոբյանը, գեղեցիկ փոխանցում ենք տեսնում դեպի Եղիազարյանը, այս եզրով շարժվում է առաջ Եղիազարյանը եւ կարողացավ վաստակել անկյունային հարվածի հնարավորություն։ Այո, ավելի տպավորվել է Ռեալ Մադրիդի հանդիպումը Մադրիդյան դերբիում, երբ թիմը մրցեց Ատլետիկո Երևանի դեմ, ներողություն, եթե ճիշտ եմ հիշում, դա նախորդ կամ երկու տուր առաջ տեղի ունեցավ, երկու շաբաթ առաջ, որտեղ իսկական դիմակայություն առաջարկեց Ռեալը մրցակցին, բայց Ատլետիկոն ամեն դեպքում կարգի եւ փորձի շնորհիվ կարողացավ վերջում կորզել անկյունակը։ Եթե հիշում եք այդ հանդիպումը, ապա Փաստեք ասածները առաջի խաղակեսում իսկապես Ռեալ Մադրիդը ոչնչով գրեթե գրոների քանակով նույնիսկ չզիջեց Ատլետիկոին, հավասարի պայքար մղեց, երկու անգամ զիջում էր հաշվի մեջ, երկու անգամ վերադարձան խաղ ու հավասարեցին հանդիպան հաշիվը եւ գնացին ընդմիջման 2-2 հաշվի առկայության պայմաններում, բայց հետո երկրորդ խաղակեսում Ատլետիկոն խփեց երրորդ գնդակը, ուներ հնարավորություն Ռեալը 11 մետրանոցից գրավելու, դարպասը չստացվեց, Աշոտ Գասպարյանը Ատլետիկոյի դարպասապա ետ մղեց Մանուչյանի հարվածը ու արդեն դրանից հետո էլ երկու գնդակ հեղինակեց Ատլետիկոն վերջնամասում եւ 5-2 հաշվով կարողացավ առավելության հասնել Ռեալի նկատմամբ, իհարկե 3 գնդակի տարբերությամբ հաղթեց Ատլետիկոն, բայց դա իհարկե այն 3 գնդակը չէր, որ կարելի է ասել խոշոր հաշվով հաղթանակ չէր բնականաբար, Ռեալը արդեն կորցնելու ոչինչ չուներ ու նետվել էր առաջ փորձելու փրկել հանդիպումը եւ միայն հակագրոնների շնորհիվ բաց թողեց այդ վերջին գնդակները։ Հիմա անկյունային է իրացնելու Ռեալը, թիմի ավագ Հակոբյանն է գնդակի մոտ, տեսնում ենք փոխանցում Եղիազարյան չստացվեց այստեղ հարվածը ու դարպասապա Խաչատյանն է վերցնում գնդակը երկար փոխանցում կատարելով առաջ Սիմոնյանն ընդդեմ Սարոյանի 1-1-ի պայքար, բայց հենց Մալացիայի ավակից այս իրավիճակում գնդակը լքեց դաշտի սահմանները, Սարոյանը արագորեն խաղարկում է Միլյանյանի հետ գնդակը, Մանուկյան կրկին Միլյանյան գեղեցիկ խաղարկումներով Ռեալը շարժվում է առաջ, լավն էր Միլյանյանի փոխանցումը, բայց
Հակոբյանին այստեղ չհասավ գնդակը Աբոյան։ Շատ լավ փոխանցում դեպի Կարապետյան ու այստեղ հասցրեց վերջի պահին գնդակը հեռացնել Մալացիայի պաշտպանը, այլապես Կարապետյանը արդեն պատրաստ է հարված կատարելու ու Արմեն Պողոսյանը այս իրավիճակում վերջի պահին շեղեց գնդակի ուղղությունը ու թույլ չտվեց գնդակը հասնի Կարապետյանին։ Անկյունայինից փոխանցումը կա ու հիմա արդեն հեռացված է գնդակը, բայց ամեն դեպքում ես իսկ կնետի Ռեալ Մադրիդը։ Միլանյան Չանցա փոխանցումը, բայց Թորչյանն էլ այստեղ հաստրեց արձագանքել գնդակին ու թույլ չտվեց այն լքի դաշտի սահմանները, կրկին Թորչյան, Հակոբյանն է այստեղ գնացել խլման, բայց չստացվեց այս իրավիճակում, Սիմոնյանն ու հիմա Մալացիայի պատասխան գրով բարձից փոխանցում դեպի հարձակման կենտրոն, բայց այստեղ ուժեղ ստացվեց Արեն Սիմոնյանի կատարած փոխանցումը Նարեկ Սիմոնյանի համար, չնայած մնում է գնդակը Մալացիայի մոտ ևս մեկ փոխանցում ու Սարոյանը այստեղ արդեն իրադրության տեղն է։ Ուղարկում է գնդակը Աբոյանին։ Իրանյան Մանուկյանի հետ խաղարկեց։ Եվ խորքից ևս մեկ կտրող փոխանցում ու նորից Մալացյան պաշտպանությունում լավ է գործում։ Անկյունային հարված է վաստակում Ռեալը, տեսնենք այս անկյունայինը ինչ կտա արքայական ակումբին։ 10 րոպե մնաց թիկունքում հանդիպան մեկտարկից ու առայժմ Էդիկ Մանուկյանի խփած գնդակը միակն է խաղը դաշտում, բայց շատ ինտենսիվ ու ակտիվ հանդիպում է ընթանում, իհարկե խոսքեր չկան այդ մասին։ Հիմա անկյունայինից փոխանցումն ենք տեսնում ու ևս մեկ անկյունային արդեն հակառակ եզիսկ իրացնի Ռեալ, այո, Աբոյանի փոխանցումից հետո շեղեց պաշտպանը գնդակի ուղղությունը։ Ու տեսնենք արդեն այս անգամ ինչպես խաղարկեն անկյունայինը Հակոբյանն է գնդակի մոտ։ Խաղարկում այս անգամ տեղի ունեցավ Հակոբյանի կողմից, հիմա կա փոխանցումը, բայց Թորչյանն է փորձում հեռացնել, չստացվեց երկրորդ դեպքում մի փոքր հաջող չեղավ, բայց ամեն դեպքում հեռացման փորձ, հիմա Միրանյանը ուղարկում է գնդակը դեպի Մալացիայի տուգանային հրապարակ, բայց ուժեղ ստացեց այս փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Մանուկյան ներողություն Պողոսյանը այս իրավիճակում հետ փոխանցում կատարեց հիմա Մխիկյանի ուղղությամբ Թորչյան խաղարկում է Մալացյան պաշտպանությունում, բայց հիմա կարող էին սխալվել ու հիմա դա տեղի ունեցավ Կարապետյանը խլում կատարեց մի քանի մրցակցի դեմ է միայնակ պայքարում Կարապետյանը միջև վերջը պայքարում տեսեք գնդակի համար ինչ գրիվ է տալի Հակոբյան պետք է գրավել դարպաս Արսեն Հակոբյան, բայց ուշացրեց մի փոքր Հակոբյանը դուրս չեկել գնդակը տուգանայինի մատույցներից հիմա արդեն ստացվեց հեռացնել Մալացիայի ֆուտբոլիստերի մոտ, այո, պետք էր Հակոբյանի մոտ դիպուկ ստացվել այս գրոհը, իսկապես Կարապետյանը միջև վերջ պայքարեց գնդակի համար ու Հակոբյանը եթե գրաver դարպաս այս իրավիճակում իհարկե գոլը կգրանցվեր նրա անվան դիմաց, բայց ավելի շատ ներդրում այստեղ կունենար Էդիկ Կարապետյանը այդ խփած գնդակի համար։ Դա տեղի չունեցավ, հիմա կրկին Կարապետյանն է գնդակով։ Շատ արագաշարժ է իսկապես հարձակման գծում Կարապետյանը, Մանուկյանն էլ այսպես ասած ենթահարձակվողի գոտում բավական լավ ելույթներ է ունենում Կարապետյան, Մանուկյան այս խաղարկումը մենք շատ քաշ տեղյակ եք, Մանուկյան հարված ու գնդակը հայտնվեց դարպասում, թե ոչ չարժանացրեց այստեղ դարպասի գրավում մրցավարը Խաչատրյանը կարողացավ ամեն դեպքում թույլ չտալ որպեսզի գնդակը հատի։ Գիծ ու հաշիվը մնաց անփոփոխ Միրանյան այստեղ գնդակի կորուստ ու հիմա Մալացյան շարժվում է առաջ աջ եզրով, բայց Սարոյան իհարկե շատ հեշտությամբ Սարոյանին չի ստացվի շրջանցել ցանկացած մրցակցի համար ու շատ լավ է պաշտպանության կենտրոնում գործում Գրիգոր Սարոյանը, հիմա Ռեալը կրկին գնդակով է Աշեզրում են Ռեալի ֆուտբոլիստները, Աբոյան թողեց գնդակը Միլանյանին, շատ լավ նկատեց Կարապետյանի առաջ խաղացումը ու Կարապետյանն էլ շատ ճիշտ հարված կատարեց այստեղ առանց իհարկե երկ մտելու միանգամից փորձեց ավելացնել գնդակի ընթացքը, այլապես արդեն Խաչատրյանը
կֆիքսեր գնդակը, բայց ամեն դեպքում Դարպասապա այստեղ իր բարձունքի վրա և կարողացավ հեռացնել գնդակը Խաղարկումով երկար փոխանցում կատարելով ավելի ճիշտ կլինի ասել փորձեց Մալացյան դուրս գալ Պաշտպանությունից բայց կրկին գնդակի կորուստն Իրանյան դեպի Աբոյանը բայց այստեղ մեղմ ասած լավ չընդունեց Աբոյանը գնդակը այն դուրս եկավ դաշտի սահմաններից ես իսկ նետում եմ Մալացյան Սարոյան Սիմոնյան պայքարն են կրկին տեսնում Սարոյան ու հասցնում է այստեղ հեռացնել Գրիգոր Սարոյանը գնդակը անկյունայինի հնարավորություն տալով Մալացյային Սիմոնյան կա փոխանցում Ալիրեզան վերցնում է գնդակ ու երկար փոխանցում կատարում դեպի Կարապետյանը բայց ինչու չուղարկեց գնդակը Արսեն Աբոյանի ուղղությամբ նա միայնակ էր ու կարծում եմ ավելի լավ շարունակություն կտար գրոհին ամեն դեպքում եզրային նետման հնարավորությունը վաստակում Ռեալը Միրանյան տողեց Եղիազարյանին կրկին Միրանյան դեպի Մանուկյանը ու արդեն գտավ Կարապետյանի Մանուկյանը շատ լավ խաղարկում նորից Կարապետյանի ու Մանուկյանի միջև մենք տեսանք Հակոբյան գեղեցիկ կոմբինացիա Կարապետյան ու հիմա գուցե ստացվի ոչ հեռու թողեց Աբոյանը հարված ու շեղությամբ է ստացվում հիմա էլ Աբոյանի կատարած հարվածը Արագորեն կրկին Մալացյան խաղարկում են գնդակը Սիմոնյանն գնդակով պետք է այո ակտիվանա Մալացյան հիմա այս անցած մի քանի րոպեների ընթացքում իսկապես խաղի ողջ սցենարը Ռեալի տրամադրության տակ է ու հիմա անմիջապես գրով Մալացյայի ֆուտբոլիստների կողմից բայց եթե չեմ սխալվում կրկին Սարոյանն էր հանթերի պաշտպանությունում ու անկյունային հարված է իրականացնելու Մալացյան տեսնենք այս անկյունային ինչ կտա թիմին կա փոխանցումը բայց նորից Ալիրեզան վերցնում է գնդակ ու հիմա կա փոխանցում դեպի Արսեն Աբոյանը մեկը մեկի դեմ պայքար աստրեց այստեղ նահանջել Մարթայան ու թույլ չտալ գրոյի անցնել Թորչյանի հարվածնել փակվեց Աբոյան երկուին համարների պայքար ենք տեսնում մնաց գնդակով Ռեալը Մանուկյան նորից Կարապետյանի հասցեագրում գնդակը Կարապետյանն էլ դեպի Միրանյանը բայց լավ չհասկացան այստեղ Միրանյանն ու Աբոյանը միմյանց ու գնդակը արդյունքում բաժին հասավ Մալացյային Սարոյան հեռացման փորձ բայց Մալացյայի ֆուտբոլիստին դիպավ գնդակը հետո էլ անցման ժամանակ Արսեն Հակոբյանը խոչընդոտ հանդիսացավ մրցակցի համար ու թույլ չտվեց անցումը իրականանա ամեն դեպքում հիմա Մալացյան գրոհ է սկսել ու տեսնենք այս գրոհը ինչի կփորձեն վերացել Եղիազարյանն է պաշտպանում հիմա մրցակցի դիմաց լավն էր այս փոխանցումը դեպի Թորչյանը ու ելով եթե ոչ Սարոյանը կրկին պաշտպանությունում շատ անթերի գործեց Ռեալի հիմա արագ պատասխանին ենք ականատես լինում Միրանյան դեպի Կարապետյան ու բրավո Խաչատրյան այս փորձը արդեն շատ ավելի ու ավելի բարդ էր քան մնացած դեպքերում Կարապետյանի հարվածի ժամանակ բայց Խաչատրյանը կրկին ճիշտ դիտքում էր ու հեռացեց գնդակ այո ոչինչ չէր կարող այլևս անել Խաչատրյանը եթե Կարապետյանը հարված է հակառակ ուղղությամբ կամ մի փոքր ավելի սուր ուղարկել գնդակը իհարկե Կարապետյանն շատ բարդ իրավիճակում հարվածեց ու չհասցրեց կառավարել գնդակին Եղիազարյանի փորձն ենք հիմա էլ տեսնում ու շեղությամբ է ստացվում Մանուշավան Եղիազարյանի կատարած հարվածը եւ հարված կրկին Մալացյայի դարպասից նորից ուժեղ փոխանցում ու փորձեցին հասնել գրոյի ճիշտ է Մանուկյանը առաջին դեպքում Կանգնեց գնդակի ճանապարհին, բայց հետո այն վերադարձավ Մալացյայի ֆուտբոլիստների մոտ, իսկ հիմա Միրանյանը իսկական ճակատ պայքարում է գնդակի համար ու թույլ չի տալիս մրցակցին շրջանցել իրեն։ Միրանյան ու ստացվեց հիմա Միրանյանի մոտ դեպի Կարապետյանը գեղեցիկ անցում, էլի Կարապետյանից պայեց գնդակը դաշտի սահմաններում, Կարապետյանը մնաց գնդակով Կարապետյան մի քանի մրցակցի դեմ պայքարում նորից փորձեց անցման փորձ կատարել, բայց իսկապես բարդ է շատ նեղ փոքր տարածությունում շրջանցել միանգամից 3-4 մրցակցի, ճիշտ է Կարապետյանը ունակ է նման արդյունքներ գրանցելուն, բայց այս իրավիճակում այդ ամենը պատկերացնել մի փոքր բարդ էր, քանի որ միանգամից 3-4 մրցակցի շրջափակման մեջ առավ Մալացյայի
Արան Մալացիայի ֆուտբոլիստները Կարապետյանին ու թույլ չտվեցին այս իրավիճակում Կարապետյանի անցումը ստացվի Սարոյան շարժվում է առաջ Սարոյանը կա փոխանցում դեպի թիմի ավակ Արսեն Հակոբյանը լավներ Հակոբյանի կրունկով կատարած փոխանցումը այստեղ բայց գնդակը բաժինացավ Մալացիայի ֆուտբոլիստերին Թորչյան չհասկացան միմյանց Միրանյան ու Միրանյանից էլ լքում գնդակը դաշտի սահմանները կտեսնենք Եզրային նետում Մալացիայի կատարմամբ 5 րոպե միջև առաջի խաղակեսի ավարտ, այո, բավական, իսկապես ակտիվ է հանդիպան ընթացք ու բավական երկար ժամանակ անցավ, 20 րոպե մնաց թիկունքում շատ աննկատ կերպով, հիմա խախտում կար Մալացիայի ֆուտբոլիստի դեմ պայքարում ու ստանդարտ վաստակում է Մալացիան այս իրավիճակում ու տեսնենք այս ստանդարտը ինչի կփորձեն վերածել թիմի ավակ Սիմոնյանն է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը Սիմոնյան հարված բայց պատկասված ֆուտբոլիստ այս դրվագում Արմեն Ապելյանը կարողացավ փակել գնդակի հարվածի ճանապարհը կրկին գնդակը Մալացիայի մոտ է Շատ լավ գրով Մալացիայից, բայց նորից Սարոյանը պաշտպանությունում փայլում է Մանուկյան դեպի Կարապետյանը լավն էր Կարապետյանի մտահղացումը, բայց չստացվեց ու հիմա ստանդարտ է նշանակում մրցավարը Մալացիայի օգտին այո կար խաղի կանոնների խախտում Կարապետյանի կողմից Խաղարկում են Մալացիայի ֆուտբոլիստները գնդակը դեպի Սիմոնյանը բայց այստեղ չստացվեց ես իսկ նետի Մալացիան խաղակեսի վերջնամասն է կարծում եմ երկու թիմերը շեշտը հիմնականը դրել են պաշտպանության վրա ու փորձում են չթերանալ պաշտպանությունում հետո մտածել իհարկե արձակման մասին դա առաջին հերթին կարող է վերաբերվել ներողություն Ռեալին քանի որ հաղթում են 1-0 հաշվով ու իհարկե ավելորդ տրահաճություններից խուսափելու համար եթե չեն ցանկանում գնալ ընդմիջման չհաղթողի կարգավիճակում պետք է պաշտպանությունում չթերանան այս վերջի րոպեներին իհարկե Մալացյանը իր հերթին փորձում է գնալ ընդմիջման հավասար հաշվի արկայության դեպքում Ալիրեզա Մաքուր գործողություն էր Սիմոնյանի հետ պայքարում ու չխախտեց դարպասապահ խաղի կանոնները ընդհակառակը դարպասապահը բնականաբար Տուգանայինի մատույցներում ունի առավելություն քան հարձակվող թիմը Մանուկյան Շարժվում է առաջ Աչեզրով Մանուկյանը այստեղ սանկման գնով պաշտպանը փորձեց հեռացնել գնդակը, բայց այն պայեց Մանուկյանը դաշտի սահմաններում լավներ խաղարկումը Եղիազարյանի հետ ու չանցավ պատասխան փոխանցումը դեպի Մանուկյանը այլապես Ռեալի 10 համարը հայտնվում է հարվածային գոտում հիմա էլ Մալացիայի գրոյի փորձը բայց չստացվեց Ալիրեզա դեպի Հակոբյանը ընդունեց գնդակը Արսեն Հակոբյանը Ռեալի ավակտ է գնդակով առաջ շարժվում, գեղեցիկ գործողություն դեպի Միրանյանը, բայց պայեց կարծես Միրանյանը գնդակը դաշտի սահմաններում, ոչ ամեն դեպքում չհասավ այստեղ Հակոբյանը գնդակին ու ես իսկ նետի Մալացյան, Թորչյան, Ռուսկի է դիմում Թորչյանը այստեղ, Մանուկյանը խլեց գնդակը ու տեսնենք Երիկ Մանուկյան, գուցե հարվածի Մանուկյան այդպես էլ անում է, բայց այս փորձը արդեն բարձր ստացվեց Մանուկյանի, այո Նկատեց Կարապետյանին ով միայնակ էր, բայց արդեն միջև մտածեց փոխանցում կատարելու մասին փակեցին պաշտպանները Մանուկյանին, ներողություն Կարապետյանին ու հետո արդեն փոխանցումը կարելի ասել ինչ-որտեղ անիմաստ կլիներ Այդ իսկ պատճառով Մանուկյանը նախընտրեց հարված կատարելը խաղարկում է Մալացյան պաշտպանությունում գնդակը վերջին րոպեներս Սիմոնյան Բայց այստեղ Եղիազարյանը լավ գործեց Մանուկյան Նորից դեպի Եղիազարյանը միացել է Ռեալի գրոյին պաշտպանը Եղիազարյան լավ տարածություն փորձեց հաղթարել, բայց կար արդյոք խաղի կանոնների խախտում, թե ոչ ամենայն դեպս մրցավարը դադարեցեց հանդիպումը, իհարկե խախտում տպավորություն այնպիսին էր, որ
Չկար, բայց այո, իհարկե դադարեցեց մրցավարը հանդիպումը հասկանալու համար ինչ է պատել Եղիազարյանին, իսկ նրա հետ արդեն ամեն ինչ կարգին է ու շարունակում է հանդիպումը։ Բայց այստեղ Ապելյանի շրջանցել չստացվեց Բեգլատյանի մոտ ու Ռեալը տեսեք նորից 1-2 փոխանցումով շարժվում է առաջ Կարապետյան գեղեցիկ էր, բայց հասցրեց այստեղ հեռացնել գնդակը Կարապետյանի ոտքերի առջևից Մարթայանը հիմա էլ Սիմոնյանը կարող էր, եթե մի փոքր ավելի լավ ստացվել, հարվածը կարող էր գտնել ցանցը, բայց դա տեղի չունեցավ, խաղակեսը հենց այստեղ ավարտվում է 1-0 հաշվով, հաղթում է Ռեալը, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Բարեկամներ, մենք վերադառնում ենք միասին Մալացյան ընդդեմ Ռեալ Մադրիդի հանդիպան երկրորդ խաղակեսը դիտելու առաջի կեսից հետո առայժմ Էրիկ Մանուկյանի խփած գնդակը միակ թե խաղադաշտում, որի շնորհիվ արքայական ակումբը հաղթում է մրցակցին, դա իհարկե երկրորդ րոպեի դրությամբ տեղի ունեցավ ու դրանից հետո բավական լարված հանդիպում, մենք տեսանք մինչև խաղակեսի ավարտը երկու թիմերն էլ ունեն հնարավորություններ 1-1 ու դարպասը գրավելու, բայց իհարկե դարպասաբանները եւ պաշտպանները շատ լավ էին տեքս զբաղեցել ես դիքերում ու հաշիվը Մանուկյանի խփած գնդակից հետո մնաց անփոփոխ 1-0 երկրորդ խաղակեսը մեկ տարկածը եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք հայտացուցակների հետ վերհիշենք թիմերի հայտացուցակները սկսենք Մալացիա ակումբից Հայկ Գևորգյանը երրորդ համարով կգործի Արմեն Պողոսյան 4 Գեղամ Մխիկյան 5 Արեն Սիմոնյան 7-նա թիմի ավագն է, Մարկ Թորչյան 9, Հայկ Բեգլատյան համար 10, Նարեկ Սիմոնյան համար 11, Գևորգ Մարտայան ներողություն համար 55, հիմա Մալացյան գրոյի անցել ու Ալիրեզան փրկեց այստեղ թույլ չտալով Սիմոնյանին հարված կատարել, հիմա կարող էր Մալացյան արդեն հավասարեցնել հանդիպան հաշիվը ու Մալացիայի դարպասը պաշտպանում է Արթուր Խաչատրյանը, հիմա հասկանանք ինչ է պատել Սիմոնյանին, կանգնեց ոտքի ֆուտբոլիստ ու ամեն ինչ կարգին է Սիմոնյանի հետ, նա շտապում է անկյունայինը իրացնելուն, անկյունայինից հետո ծանոթացնում նաև արքայական ակումբի կազմը, տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Մալացիային, Սիմոնյան բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ շատ հեռուն գնաց գնդակը ամեն դեպքում վտանգ այսպես ասած առաջին տեսանկյունից չեզոքացվեց, հիմա արդեն երկրորդ տեմպով փորձեցին գրոել չստացվեց ու հիմա Ապելյանը շատ լավ բացազատվեց ու ստացավ փոխանցում Մանուկյանից Ապելյան 1-1-ի, բայց արդեն հասցրեցին Մալացիայի պաշտպանները վերադասավորվել Մանուկյան դեպի Հակոբյանը գեղեցիկ փոխանցում Հակոբյանից Կարապետյան 2-0 շքեղ գոլեր ենք այսօր տեսնում Ռեալի կատարմամբ Էրիկ Կարապետյանն է հիմա էլ գրավում դարպասը ու կրկնապատկում արքայական ակումբի առավելությունը Էրիկ Կարապետյան 2-0 կրկնապատկված է Ռեալի առավելությունը իհարկե շատ գեղեցիկ հարված տեսանք Կարապետյանից դեռ արտարատությունից այսօր Ռեալի երկու գնդակներն էլ իսկապես շքեղ ստացվեցին թե Մանուկյանի խփած գնդակը թե Կարապետյանի, բայց այս իրավիճակում Կարապետյանը ինչպիսի գեղեցիկ փոխանցում ստացավ խաղանկեր թիմի ավակ Արսեն Հակոբյանից ով գնդակը այնպես պարզապես մատուցեց Կարապետյանից, ճիշտ է Կարապետյանի դերակատարումը բավական նշանալի կերպով ունեցավ այս հարվածում, բայց փոխանցումը նույնպես շքեղ էր Հակոբյանի կատարած կրունկով, այսպես ասած, մատուցեց գնդակը Կարապետյանին, իսկ Կարապետյանի հարվածի մասին այլևս խոսքեր չկան, ինչպիսի հեռահար հարված ու 2-0 հիմա արդեն Ռեալը ավելի վստահ կգործի խաղադաշտում, քան իհարկե 1-0 հաշվի պայմաններում Մալացյան էլ բնականաբար արդեն ավելի ծանր իրավիճակում է հայտնվում ու պետք է այս ամենից իհարկե փորձել դուրս գալ, պետք է փորձել Մալացիայի տեսանկյունից իհարկե որքան հնարավոր է շուտ մեկ գնդակի հետ բերել հետագայի մասին մտածելու, բայց Ռեալը իհարկե համաձայն չէ այդ պետք է Կարապետյան գեղեցիկ գործողություն Էրիկ Կարապետյան գուցե եւս մեկ հարված տեսնենք Կարապետյանը մնաց գնդակով դեպի Ապելյանը կա փոխանցում դեպի Սարոյանը նույնիսկ Սարոյանն է միացել այս իրավիճակում Արքայական ակումբի գրոյին, բայց Ապելյանի կատարած փոխանցումը ուժեղ ստացվեց այս իրավիճակում
Սկսում է Մալացյան խորքից, հիմա ծաղունդ հասնեմ արքայական ակումբի հայտացուցակը, երկրորդ քաղաքեսում փորձեցի դա անել, բայց ժամանակ չեղավ, այնքան ակտիվ մեկնարկրկին ունեցան Կարապետյան, հիմա նույնպես Կարապետյանը գրոն է հասնում, բայց այստեղ գնդակի կորուստ ու տեսնենք Մալացիայի պատասխան իհարկե Սարոյանը պաշտպանությունում է ու շատ լավ կրկին գործեց Սարոյանը հիմա ծաղունդ հասնում Ռեալի հայտացուցակը Զոհիլ Ալիրեզյան պաշտպանում է դարպասը համար 1 Աբուշաբան Եղիազարյան համար 5 Էրիկ Կարապետյան համար 8 Արսեն Աբոյան համար 9 Էրիկ Մանուկյան համար 10 Գրիգոր Սարոյան համար 11 Էդգար Միլյանյան համար 26 Արմեն Ապերյան համար 28 եւ թիմի ավակ Արսեն Հակոբյան համար 93 Կար այստեղ խաղի կանոնների խախտում ստանդարտ Կիրասի Ռեալը խաղարկում կրկին Ռեալի ֆուտբոլիստերի միջև Մանուկյան լավ փոխանցում դեպի Եղիազարյանը կատարեց Ապերյան լավ անցում Ապերյանից ու տեսնենք շարունակությունը ինչպես է ստացվում Եղիազարյան չնստեց այստեղ գնդակը Եղիազարյանի ոտքին ավելի լավ հարված կատարելու համար Մանուկյան եւս մեկ հերվից փորձ ու այստեղ ավելի շուտ կլինի ասել Մանուկյանը փոխանցում էր կատարում դա ակնհայտ երևաց դեպի Կարապետյանը բայց փակվեց փոխանցման ճանապարհը ու անկյունային հարվածք իրականացնին արքայական ակումբը տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կտա Ռեալին Բարձից փոխանցում ենք տեսնում հեռացված է գնդակը Սարոյան չստացվեց այստեղ լավ ընդունել գնդակը Սարոյանի մոտ բայց ամեն դեպքում պահեց ֆուտբոլիստը իր մոտ հիմա ուղարկում է գնդակը Ալիրեզային Ռիսկի է դիմում Ալիրեզան ու Սիմոնյաններ գնացել այստեղ պրեսինգի եւ խախտեց Ալիրեզան արդյոք խաղի կանոնները այս իրավիճակում մի փոքր բարդ է ասել հիմա տեսնենք ինչ որոշում է կայացնում մրցավարը Ամեն դեպքում խաղի կանոնների խախտումն արձանագրված է եկեք հասկանանք ինչ պատահեց Սիմոնյանին հետո նոր դրանից հետո իհարկե դրվագի մասին կանդրադառնանք Տեղին քարտ է Ալիրեզան ստանում այս իրավիճակում ճիշտ է հերո է տարածությունը եթե մի փոքր ավելի մոտ լիներ Սիմոնյանը Տուգանայինին ու չլիներ պաշտպանի թիկունքից մոտենալ, ապա սա ակնհայտ կարմիր քարտ կարող ենք նույնիսկ դիտարկել վերջի հույսի խախտման համար, բայց մրցավարը թողեց այստեղ Ալիրեզային խաղադաշտում ու ստանդարտ հիմա Կիրասի Մալացյան այո Սիմոնյանը վաստակել է այս Տուգանայինը ինքն էլ պատրաստվում է իրականացնել Սիմոնյան կա փոխանցում, բայց Ալիրեզան վերցրեց այստեղ գնդակը եւ ուժեղ փոխանցում է կատարում առաջ, բայց դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու ես իս նետում եմ Մալացյան Սիմոնյան ավելացեց գնդակի ընթացքը Սիմոնյանը լավ խաղարկումներ է Սիմոնյան հարված Ալիրեզան փրկում է այստեղ արդեն Ռեալին իսկապես շատ լավ հարված տեսանք Սիմոնյանից կարելի է այս ամենը վերնյակները առաջին վտանգավոր պահ այս խաղում Մալացիայի կողմից իհարկե դրոններ հակագրոններ շատ բազմիցս շատ եղել են բայց որպես հարված դիպուկ հարվածի փորձ առաջիններ իսկ հիմա Մանուկյանը Գեորգ գնդակն է հեղինակում Ռեալի ու դուբլ գրանցում իր անվան դիմաց 3-0 Էրիկ Մանուկյան 3-0 դուբլ Մանուկյանից այո չես խփում դու խփում են քեզ շօգտագործեց Մալացյանն իր հնարավորությունը ու այսպես հաջորդից գրոյի ժամանակ Ռեալը հեղինակեց Գեորգ գնդակը ու կարելի է իհարկե այս խփած գոլով ճիշտ է դեռ ունի խաղաժամանակ Մալացյան բայց իհարկե Ռեալը 3 գնդակի առավելությունը կարծում եմ չի զիջի այս գոլը իհարկե շատ կարևոր է 3 միավորի հասնելու համար կարելի է իհարկե արդեն հասնել որ խաղադաշտը կարծում եմ Ռեալը կլքի ամեն դեպքում 3 միավորով ու կշարունակի առաջին ությակում տեղ զբաղեցնելու պայքարը հույս ունենալով իհարկե կրկնում եմ որ թիմը մրցակիցներից որևէ մեկ ակումբ կսխալվի կսայթակի այնպես ինչպես կառաջարկի մրցաշարային ակուսակ ու Ռեալը կհայտնվի
առաջին լավագույն նույնյակում, բայց ամեն դեպքում իհարկե, ինչպես ասում են, հույսը վերջում է մարում, պետք է նախ Ռեալը մտածի բոլոր խաղերում հաղթելու մասին, հետո նոր մրցակցի սայթակման, իսկ կրկնում Ռեալը նույնիսկ 3 հանդիպումներից ոչ մեկում իրավունք չունի ոչ ոքի խաղալու, Սիմոնյան թրջված է հաշիվը 3-1 գնդակ Մալացյան ետ է բերում։ Արայ Սիմոնյան 3-1 թիմի ավակը կրճատում է հանդիպան հաշիվը ու տեսնենք գուցե այս ամենը որևէ, այսպես ասած, հույս տա Մալացյային իհարկե զարթնացնի Մալացյային այս իրավիճակում, որը առաջացել է խաղադաշտում 3 գնդակ բաց թողեցին, եթե Սիմոնյանը 2-0 հաշվի պարագայում գրավեր դարպասը, որտեղ Ալիրեզան փրկեց իհարկե շատ վերահաս գոլից Ռեալին, ապա կարող էր մտածել այս խաղում իհարկե ոչ ոքի մասին այդ ժամանակ եթե գրավում էր Ռեալի դարպասը հաշիվը դառնում էր 2-1 դա տեղի չունեցավ հետո Ռեալը անմիջապես խփեց 3-րդը իսկ հիմա Սիմոնյանը այսպես պատասխանեց 3-0-ի պարագայում բայց իհարկե հիմա արդեն կարելի է մտածել Մալացիայի որևէ գործողության մասին արդեն ակտիվացել է Մալացիակում, արդեն իհարկե կփորձեն ետ բերել կորցրածը Սիմոնյան, բայց Մանուկյանը այստեղ շատ արագ էր ու կարողացավ խլել գնդակը դեպի Հակոբյանը չանցավ այս փոխանցումն էլ ու հիմա շարժվում է առաջ։ Սիմոնյանը տեսնենք ինչ շարունակություն կտա։ Դեպի Թորչյանը, բայց այստեղ ուժեղ կատարեց փոխանցում ու գնդակն էլ բաժին ասավ Ռեալի ֆուտբոլիստի եւ այստեղ Սուլեց մրցավարը հասկանանք ինչ է տեղի ունեցել, կարծես խախտում կար Ռեալի ֆուտբոլիստի կողմից, այո։ Կրոս դեպի Տուգանայինի Մատույստեր, բայց ուժեղ ստացվեց այստեղ Սիմոնյանի փոխանցումը գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի Ալիրեզայի պաշտպանած դարպասից Ալիրեզան դեպի Ձախ ուղարկեց գնդակը, որտեղ Աբոյանն է, Միրանյան Գնդակի կորուս Սիմոնյանը խլեց գնդակ ու տեսնենք գուցե հիմա որևէ բան Սիմոնյան հարված ու Ալիրեզան է փրկում հիմա Ռեալին եթե հիմա ստացվեր Սիմոնյանի մոտ գտել ցանցը ապա ընդամենը 1 գնդակ կբաժաներ Մալացիային ոչ ոքի համար մտածելուց իհարկե բայց այստեղ փրկվեց Ռեալ Մադրիդը ու հիմա Ռեալի պատասխանը տեսնենք չստացվեց հերար հարվածի փորձ Սարոյանն է հիմա էլ հեռացնում գնդակը Թորչյան դեպի առաջ ուղիղ Ալիրեզայի ձեռքերին բաժնացավ գնդակը եւ իհարկե Ռեալի կիպերը չի շտապի այս իրավիճակում Ալիրեզան դեպի Եղիազարյանը կա Հակոբյանի տարբերակը բայց շարժվում է առաջ Եղիազարյանը հիմա գտավ թիմի հավաքին Արսեն Հակոբյան լավ փոխանցում է նորից դեպի Եղիազարյանը կրկին Հակոբյան Բարձից փոխանցում լավ դեր այս փոխանցումը ու ինչու ԱՊԵ-ը չգնաց այս գնդակի ետևից հաշվ է նկատ կերպով Հակոբյանը ուղարկեց գնդակը Տուգանայինի Մատույստեր, բայց կարծես դարպասապա Խաչատրյան այո շեղեց ամեն դեպքում գնդակի ուղղությունը անկյունային է խաղարկված է ու հիմա էլ Ապելյանի հարվածն է Հայտնվում դարպասում, այո գրավեց Ապելյանը դարպասը 4-1 դարձնելով հանդիպան հաշիվը մի պատված արդեն չկար դարպասի գրավում նույնիսկ 4-1 Ռեալը նորից վերականգնում է 3 գնդակի առավելությունը ու տեսնենք ու տեսնենք իհարկե արդեն նորից 3 գնդակի առավելություն կա Մալացյան ինչպես կփորձի վերականգնել այս ամենը նորից 3 գնդակի առավելությունը իհարկե ետ բերել շատ բարդ է պատկերացնել Ապելյանը գտավ ցանց ու կարելի է ասել այս գոլով
Ռեալը արդեն վստահաբար կարող ենք ասել, որ հերթական 3 միավորին արժանանում է։ Միլանյան հերթ թողեց, գնդակը Թորչյանն է պայքարում գնդակի համար, բայց դուրս եկավ դաշտի սահմաններից այն։ Եղիազարյան շարժվում է առաջ դեպի Աբոյանը։ Այո, շատ լավ փոխանցում, իսկապես անկյունայինից կատարեց Արսեն Աբոյանը Աբելյանի գոլի ժամանակ ու այնպես մատուցեց գնդակը խաղանկերոջը, որը միայն Աբոյանի փոխանցումից հետո Աբելյանին մնաց դնել այդ գրոյի եզրափակիչ մասը, ինչը շատ բարձր կերպով կատարեց Ռեալի ֆուտբոլիստը 4-1, տեսնենք ինչ կառաջարկեն Մալացիայի ֆուտբոլիստները, գոլ առատ հանդիպում ինչպես կանխատեսվում էր ունեցանք, արդեն 5 գնդակ իհարկե ամեն խաղում չեն կարող տեսնել, հատկապես այն խաղերում, որտեղ թիմերը շատ զգուշորեն են հանդես գալիս, փորձելով բնականաբար բաց թողնել գնդակներ, քանի որ խմբայինը մոտենում է ավարտին, Կարապետյանն էլ դուբլի եղնակ է դառնում այս իրավիճակում։ Էդիկ Կարապետյանը կրկին աշկի ընկավ գոլով, դուբլ գրանցեց այս խաղում իր անվան դիմաց ու հիմա արդեն շատ ավելի մեծացրեց Ռեալ Մադրիդի առավելությունը, այո, Մալացյանը փորձեց հնարավորինս անել այս խաղում, բայց իհարկե կարգի հաշվին Ռեալ Մադրիդը վերջնամասում նորից կարողանում է լավ ելույթեր ունենալ ու առաջ անցնել հաշվի մեջ։ Հիմա արդեն հանդիպման հաշիվը 5-1 է ու շատ բարդ է պատկերացնել իսկապես Մալացյան նույնիսկ հարցականի տակ է դնում իր լավագույն երկրորդ ութնյակում գտնվելու հարցը, պետք է իհարկե ոչ միայն չպարտվել 3 խաղերով, այսպես ասած, որքան հաղթանակ կարողանա տանել Մալացյան, այնքան իհարկե կապահովի իրեն։ Առնվազն 16-րդ հորիզոնականում Սարոյան բավական բարձր ընթացավ Սարոյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Խաղարկումով կրկին Մալացյան շարժվում է առաջ, Թորչյան լավ մեր փոխանցումը դեպի Աչեզր, իսկ այս փոխանցման ճանապարհը Մանուկյանն է փակում ու ամեն դեպքում անկյունային հարված կիրականացնի Մալացյան, տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ է տալու Մալացիայի ֆուտբոլիստերին։ Ցածրից այս անգամ էլ փոխանցում Սարոյանը այստեղ էր Հակոբյան լավ գործողություն Արսեն Հակոբյանից մնաց գնդակով թիմի ավակը ու այո պահեց գնդակը այստեղ դաշտի սահմաններում շատ լավ փոխանցում կատարեց Միլանյանն էլ դեպի Աբոյանը 3-3-ի դիմաց շարժվում է առաջ Ռեալը Աբոյան գտավ Կարապետյանին, բայց արդեն փակ էր Կարապետյանի հարվածի ճանապարհը, պաշտպանը լավ գործեց այս իրավիճակում ու հիմա Թորչյանն է պայքարում գնդակի համար միջև վերջ, բայց չնկատեց, որ արդեն Սարոյանը թիկունքից մոտեցել է Սիմոնյանին, Սարոյանը այստեղ էլ կա խախտում Սարոյանի դեմ պայքարում ու նորից ստանդարտի հնարավորություն է վաստակում Ռեալը այս իրավիճակում տեսնենք այս անգամ ինչպես կիրացնեն ստանդարտը Էրիկ Մանուկյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Մանուկյան այստեղ թույլ հարված հետևեց ավելի շուտ Մանուկյանի կողմից փորձեց իհարկե ուժգնության վրա չլինել շեշտ այլ նրբանկատ կերպով ուղարկել գնդակը հեռավոր անկյունը, բայց չստացվեց այստեղ Եղիազարյան դեպի Հակոբյանը լավն էր փոխանցումը Արսեն Հակոբյան նորից Եղիազարյան Մանուկյան ու չստացվեց հիմա հետրիկ գրանցել Մանուկյանի անվան դիմաց իհարկե արեց ամեն ինչ այդ ամենի համար Էրիկ Մանուկյանը, բայց երկու պաշտպանները միամուռ կերպով կարողացան այստեղ փակել Մանուկյանի հարվածի ճանապարհը անկյունային ամեն դեպքում վաստակում է Ռեալ Մադրիդը
Ու տեսնենք այս անկյունային ինչպես քաղաք են արդեն։ Նախորդ դրվագում անկյունայինից Ռեալը դարձավ գոլի հեղինակ, հիմա նույնպես Էրիկ Կարապետյան հետրիկը կա, 6-1 դարձավ հանդիպման հաշիվը։ Ու կրկին հաջող ելույթներով Կարապետյանը տոնում է իր խփած գնդակը։ Էրիկ Կարապետյան 6-1 ամեն գնդակից հետո իսկապես ավելի խոշոր է դառնում, Ռեալի առավելությունը խաղադաշտում, այո, իսկապես Մալացյան փորձեց այսօր որևէ բան առաջարկել մրցակցին, բայց Ռեալը հնաբնակներից է ու իհարկե առավելությունը այսպես հեշտությամբ ձեռքից բաց չէր թողնի։ Եղիազարյան դեպի կենտրոն, Հակոբյան լավ նկատեց Եղիազարյանի առաջ խաղացումը, բայց այս անգամ նրա կրունկով կատարած փոխանցումը չանցավ, իսկ հիմա Սարոյանը անթերի գործեց ու սկսում է Ռեալի հերթական գրոհ, Սարոյան դեպի Աչեզր, Եղիազարյան հիմա էլ բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցները հեռուն գնաց մի փոքր գնդակը, բայց Աբոյանը հասավ գնդակին, Կարապետյանի տարբերակը ստանում է Էրիկ Կարապետյանը գնդակը միայնակ է առայժմ գործում, շատ լավ գործողություն Կարապետյանից հարված ու փակվեց հարվածի ճանապարհը Սարոյանն նույնիսկ տեսեք եւս մեկ անգամ միացել թիմի գրոհին, բայց այստեղ ստացավ գնդակը Սարոյանը Ռեալը հիմա կարող է հակագրով բաց թողնել, բայց ստացվեց Մալացյանի մոտ ու հիմա տեսնենք Ռեալի եւս մեկ գրոհ քանակական մեծ առավելություն հարձակման գծում Արսեն Հակոբյան լավ գործեց Հակոբյանը, բայց այստեղ փոխանցումը արդեն չանցավ, իհարկե հնարքը լավն էր Առաջին դրվագում Եղիազարյան, կրկին Հակոբյան Եվ դեպի հետ, բայց Մանուկյանին չհասավ գնդակը հիմա Մալացյան շարժվում է առաջ երկուսը մեկի դիմաց, բայց այդ մեկը Կարապետյանն է տեսնենք Սիմոնյան հարված ու հենց Կարապետյանի վրա տեղի ունեցավ հարվածը փակեց, այո, այստեղ Կարապետյանը գնդակի ճանապարհը իսկապես շատ լավ ապահովագրեց այստեղ Կարապետյանը Սարոյանը հիմա նոմինալ հարձակման գոտում է ու կարող է աչքի ընկնել, բայց հիմա էլ Սարոյանի հարվածի ճանապարհն է փակվում, ինչպիսի ակտիվ հանդիպում է իսկապես ընդունում խաղադաշտում նորից Սարոյան, տեսեք միացել է գրոհին Հակոբյան, պետք է գրավել դարպասը, բայց այստեղ Հակոբյանի ոչ շրջադարձ հարված կատարել չստացվեց, այո, եթե գտներ ցանցը Հակոբյանը այս հարվածով իհարկե գեղեցիկ գոլ կտեսնենք Արսեն Հակոբյանից բայց չստացվեց որսալ գնդակը ընթացքից, իսկ հիմա Հակոբյան նորից հասցնում է դարպասապահը այստեղ խանգարել Հակոբյանին ու թույլ չտալ հարվածել տեսնենք անկյունայինի խաղարկում է Ռեալը լավ գործողություն Աբոյանից դեպի Կարապետյանը ու հիմա էլ հարված կատարողը այս իրավիճակում Եղիազարյանն էր, բայց բարձր է ստացվում Անուշաբան Եղիազարյանի կատարած հարվածը ու տեսնենք Մալացյան ինչ կփորձի անել 2 րոպեից քիչ խաղաժամանակ է մնացել հիմնական ժամանակի ավարտին այդքան ունեն թիմերի ես տրամադրության տակ իհարկե ավելացնելու ընդհանրապես կարիք չունի մրցավարը այս խաղում ոչինչ չի որոշի այդ ավելացած ժամանակը ու տեսնենք այս 1-1.5 րոպեները ինչպես կընթանան Կարապետյան չանցավ այստեղ փոխանցման փորձը բայց վերականգնեց գնդակը Էրիկ Կարապետյանը Շատ լավ նկատեց Սարոյան ու հարվածի եւս մեկ փորձ, բայց չստացվեց այս իրավիճակում եւ հիմա միգուցե որևէ բան ստացվի Մալացյանի մոտ քանակական առավելությամբ Մալացյան նետվում է առաջ ընկավ այստեղ գրոհի տեմպը շատ լավ մնաց իր դիրքում Միլյանյանը ու իհարկե չանելով ոչինչ, բայց ամեն դեպքում խանգարեց իր ներկայությամբ այս իրավիճակում մրցակցին ճիշտ փոխանցում կատարել Խաչատրյան ուժեղ փոխանցում առաջ Սիմոնյանը դեպի բայց չհասավ գնդակի Սիմոնյանը եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ այսքանով ավարտվում է գոլարդ հանդիպում ունեցանք բայց արքայական ակումբը կարողացավ հաղթել 6-1 հաշվով ու վաստակել իր հերթական 3 միավորը մեծ մոտ կարճ դադար է որից հետո խաղային օրը կշարունակվի